Ողջույն իմ սիրելի հետևորդներ, այս անգամ ուզում եմ Սուրբ Զատիկի ձուն ներկել այս տեսքով և ձեր հետ կիսվել։ Ուրեմն այս տեսանյութում երկու տարբերակ եմ փորձում, բայց ստացվում է միայն սա։ Հիմա ասեմ, թե ինչու։ Համացանցը, որ թերթում ենք, ամբողջ համացանցում տարածված է պուտիկավոր ձվերը, որը շատ հեշտությամբ է ներկվում, բայց այստեղ հիմա ես ուզում եմ փորձեմ։ Այդ պուտիկավոր ձվիկները ներկելու համար մեզ հարկավոր է եփած ձու, երկու աման, որպեսզի գույնը բացենք այդ ամանների մեջ, մի քիչ բուսայուղ, որպեսզի ձուն տրորենք բուսայուղով և գունաներկ։ Ինձ մոտ տորթերը ներկելու ուտելի ներկեր են, գելվի ներկեր են, ավելացնում ենք տաք ջուր, համարյա եռման ջուր։ Լավ խառնում ենք, ի դեպ ասեմ, ամանի մեջ պետք է լցնել այնքան ջուր, որ ձուն մեջը դնելուց այն չբարձրանա ու չթափվի։ Վերցնում եք ձեզ հարմար աման, ձեզ հարմար չափ, եթե մի քանի հատ եք ներկելու կարմիր գույնով, ապա տարան պետք է լինի բնականաբար այն չափի, որի մեջ կտեղավորի մի քանի հատ ձուն։ Ինչպես տեսաք, ձվիկները բուսայուղ արեցի ու դրեցի բաժակի մեջ։ Ուրեմն այդ համացանցի տեսանյութերում միշտ շեշտում եմ, որ 20 վայրկյան սպասում ենք ու ձուն հանում ենք։ Դե ես արդեն մտածել էի, որ 20 վայրկյանում հնարավոր չի ներկվի, և պետք է ասեմ, թողել եմ ուղիղ 30 րոպե, 30 րոպեից հետո էլ հանել եմ, այս տեսքն է։ Ինձ մոտ այդ պուտիկները չստացվեց, չգիտեմ ինչն է պատճառը, միգուցե ջրի ջերմաստիճանը կամ բուսայուղի շատ ու քիչ քսելը, ներկն էլ այնքան խիտ էր, որ նստվածք էր տվել բաժակի հատակը, մի խոսքով ինձ մոտ չստացվեց։ Հիմա ձեզ ասեմ, թե սա ինչ է։ Ուրեմն ռուսերեն տարբերակով այն կոչվում է պոտալ, բայց հայերենով թարգմանվում է ոսկե տերևի իմիտացիա, որը բաղկացած է մետաղական համաձուլվածքներից, պղնձի, ցինկի, ալյումինի չափազանց բարակ փաթիլներից կամ թերթիկներից։ Նրանք օգտագործվում են դեկորատիվ ոսկեզօծման, ինտերիերի, ստեղծագործական նախագծերում տպավորիչ էֆեկտ ստեղծելու համար։ Ուտելի են, օգտագործվում են նաև սննդի մեջ, տորթերի վրա գեղեցկացնելու, նաև կարող ենք այսպես տեսք ստանալ հենց Սուրբ Զատիկի ձուն ներկելուց։ Էֆեկտը ստանալու համար մեզ պետք է սպիտակուց, պետք է նախօրոք եփած ձուն սպիտակուցի մեջ թաթախենք և վրան տարածենք այս ոսկե տերևից մի փոքրիկ կտորներ։ Ուրեմն ինձ մոտ այս ոսկե տերևը ոչ թե թերթիկ է, ամբողջական թերթիկ, այլ արդեն մանրեցրած է։ Մի կտորը որ վերցնում եք, այնտեղ ցույց տվեցի, թափահարելուց, պատկերացրեք, բաժանվում է մի տասնապատիկ անգամ շերտերի։ Այսպես ստացվեց, սիրելիներս, շատ գեղեցիկ ստացվեց, նորություն է, հետաքրքիր է։ Հիմա այստեղ մի քանի թարխունի կտոր կդնեմ, որպեսզի գունային տարբերություն լինի, ավելի գեղեցիկ լինի հենց կանաչի հետ, որովհետև ձվիկները պետք է դնենք աճեցրած, ծլեցրած ցորենի վրա, որը ես այս տարի չունեմ։ Մի խոսքով գեղեցիկ ստացվեց։ Տորթերի համար նախատեսված խանութներից կարող եք գնել այս թերթիկներից և այս անգամ էլ թեկուզ կարմիր բնական գույնով ներկված ձվերի հետ դնել նաև այս տարբերակը, շատ գեղեցիկ է ստացվում։ Սիրելիներս, ես ինքս գիտեմ, որ պարտադիր Սուրբ Զատիկի ձուն պետք է ներկել բնական գույնով, սոխի կեղևով, բազուկով և տորոնի արմատով, բայց սիրում եմ նաև հետաքրքիր տարբերակներ։ Բոլորիդ ուրախ Սուրբ Զատիկ եմ ցանկանում։